պատմություն կագրված Ասողի վրա հավատ կագրված Այստեղ նորից ճանապարհ է բացվում Ապագան մենք հավատ գործում Հարգելի սիրելի ժողովուրդ, իսը թե ձեր բոլորի ողջույն Ձեր հետ լինել եմ շատ պարզ, անկեղծ, իրական, ինչ-որ պատկերացնում եմ, ինչ-որ այսքան ժամանակ շրջելով, գյուղերով, քաղաքներով, տարածքներով, վարչական շրջաններով, լսելով մեր ժողովրդին, տարբեր ոլորտի, աշխատող, ծառայող, գյուղացի, քաղաքացի, դասախոս, արվեստագետ, գիտնական բժիշկ, իրական տիրապետելով, հասկանալով, շփվելով, ծրագիրը կազմելով, որը ծրագիրը հիմնական ժողովրդան ներկայացել տարբեր ոլորտի ներկայացուցիչներ, որը հիմնական անհրաժեշտ է, ես քան շփվելով զգացել եմ, որ ժողովուրդը հոգնել է, պետք է փոփոխություն, պետք է ժողովրդի մասին մտածել, ոչ թե միայն դատարկ խոսել, անգիր արած, լավ է լինելու, էս է լինելու, այդ ժողովուրդը ուզում է այդ ամեն ինչը իր առօրյայում, իր ընտանիքում, իր գործի մեջ այդ բոլորը զգա։ Հիմա ինչ որ ես ձեզ ասեմ, այսօր լավ թիմ է հավաքվել, ունենք լավ ծրագիր, կետ առ կետ, ես ուզում եմ հիմնական կետերը, որ և ծրագրով դուք նայած լինեք, և հիմնական, որ մենք ասում ենք, որևէ մեկը չի կարա հակառակը, բացատրի հակառակը ասի, այսօր ինչ է պետք մեր ժողովրդին, որ մարդիկ չեն ուզում երկրից գնան, ուզում են ապրեն, ուզում են վայելեն, կյանքի բարիքներից օգտվեն, իրենց ընտանիքով, իրենց բալիկներով, իրենց թորներով, ուրիշ բան չեն ուզում, մարդիկ է դատարկ խոսալուց հոգնել են, այսօր մարդիկ լիարժեք, վարկի տակ են, Ժողովուրդ ջան, այստեղ հավաքվածները 90%-ը վարկի տակ է, ճիշտ է թե ոչ, թե չէ սխալ եմ ասում, 100%-ը վարկի տակ է, ասեմ թե ես ինչ եմ իմ ծրագրում ինչ է նախատեսված, որ եթե ժողովուրդ աղքատ է, պետություն աղքատ է, դատարկ խոսալով չի, եղել է տնտեսական ճգնաժամ, եղել է համաճարակ 2-3 տարի, եղել է պատերազմ, մարդիկ չեն աշխատել, այլ ծախսել են ապրելու, գոյատևելու, բուժվելու համար։ Հիմա այդ մարդկանց պետությունը պետք է իր ժողովրդին ձեր մեկնի, թե ձեր չմեկնի։ Կարա ասենք, թե մինչև 3 միլիոն դրամ, ամեն շնչին, ասենք, թե ունենք 650,000 ընտանիք, ունենք 2 միլիոն 450,000 վարկառու, որ մինչև 3 միլիոն դրամը պետությունը հաշվի առնելով տնտեսական ճգնաժամ, համաճարակ պատերազմ, ներում է շնորհում ժողովրդին։ Հիմա 15 միլիարդ է պարտքը, թող լինի 16 միլիարդ 100 միլիոն, բայց 2 միլիոն 200,000 մարդ, այդ ճայթից դուրս է գալի ժողովուրդ։ Ես ինչ որ ասում եմ, հնարավորության դեպքում, հենց առաջին նիստում այդ հարցերը դրվելու են, կարգավերվելու են, որ մարդիկ այդ ճայթի մեջից դուրս գան։ Երկրորդը, այսօր առողջապահության խնդիր է, գիտեք, որ ասենք թե որևէ մեկը գոհացված չի այդ աշխատանքով, չի արտարացվում, պետ պատվեր, էսա հենա, գնում ես, հետո գգաց, հետո գնում ես, հետ չկա, կամ ասենք թե այդ հիվանդությունը պետ պատվերի մեջ չկա։ Առողջապահություն ու կրթությունը անվճար, ես չեմ ասում այդ գումարները օդից, հիմա էլ առողջապահությանը 700 միլիոն դոլար գումար է տրամադրած, բայց անօգուտ, մարդիկ լիարժեք բավարարված չեն, գոհ չեն, որտեղ չեն կարողանում լիարժեք օգտվեն, գնում են կամ կընդունեն, կամ չեն ընդունի խնդողի կարգավիճակում, անպայման առաջինը վարկելն է, երկրորդը առողջապահություն և կրթությունը, որ պետք է լինի անվճար, երրորդը իհարկե գույքարկի խնդիրն է, որ ընդհանուր դրեցին հանրապետությունով 100% բարձրացրեցին, որ դա պետք է այդպես չարվեր, որտեղ ժողովրդի վիճակի չի և գումարները չի ավելացել, որ գույքարկը 100% ավելացնում են։ Փոքր ու միջին բիզնեսի հետ կապված հարցը, որ ընդհանրապես մարդը փոքր ու միջին բիզնես ձեռնարկում է, նա մինչև 60 միլիոն դրամը շրջանառության մեջ իրավունք չունեն մոտ գնան, իրավունք չունեն ակ գրեն, հնարավորություն տան, որ մարդը կայանա զարգանա, փոր ձեռք բերի, շուկա ձեռք բերի, որ կարողանա աշխատի։ Նոր դրանից հետո 170 միլիոնի դեպքում նոր ինքը մի տոկոս պետք է հարկ տա։ Ես գործունեությունը սկսել եմ փոքր ու միջին բիզնեսից։ Դա հասկանում եմ, գիտեմ, առավելություն կա, տեր կանգնեն, օգնեն, որ մինչև ոտի կանգնի։ Հայ եթե նա 170 միլիոն շրջանառություն արեց, դա մոտարապես 500,000 դոլար։ 500,000 դոլարի դեպքում 5,000 դոլար ինքը միանշանակ
իր արկերը կվճարի, մեծ ուրախությամբ։ Իմ ասածները իրականությանը համապատասխանում են, որ անհրաժեշտ է քայլ կատարեն, մարդիկ կարողանան ոտի կանգնեն, մարդիկ կարողանան շնչեն, ուրախանան դեպքերի ժպիտ գա, ոչ թե երկից կթողեն գնան։ Ժողովուրդ ջան, ես իրական ինչ ասում եմ, որից մեկը չի կարա հակառակ ասի։ Այսօր նայելով իմ ժողովուրդը ինչ կա կորցրել է։ Տուժած, կորցրած, զոհված, այսօր խեղճացած, ով դրսի հետ կապ ունի գիտի, որ ժողովուրդ էլ ասելու բան չունի։ Այսօր հիմնական քանդել, ավիրել, բռնել, խլել, նստեցնել։ Այդ երկրում, որից մեկը կգա ներդրում կատարի, հարց եմ տալի։ Եթե մարդը այսօր գործանը գնել է լիարժեք որոշումով 25 տարի անցել է, 25 տարի աշխատել է, ներդրում արել, մարդիկ աշխատում են, ամսական 500 միլիոն դրամ հարկ է տալիս, ու դրանից հետո ասենք թե նայում են, որ հակառակ ենք խոսում, ճիշտ ենք խոսում, ժողովուրդը ընդունում է, հավատում է, վստահում է, ույց է կապում, արդեն ասում են բռնելու, խլել, այս է ցավը տանեմ, ես ասել եմ իմ հայրենիքի ունեցվածքը չեմ փոխի, օրենք առաջ բոլոր հավասար են։ Բայց ես ժողովուրդ ջան, նորից եմ ասում, այսօր հիմնական հարցերը Ծառուկյանը զրոյից կայացած մարդը սաղ գիտի, գիտակցում է, մոտենում է, ինձ դնում եմ ձեր տեղը։ Այսօր դրել են Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնում են։ Եղբայր, քու բարեկամ երկի հետ խես փչացնում։ Այսօր տնտեսական պատերազմ, ես մի ամիս առաջ էի ասում, կողմ որոշվեք, այլ պատկերացնելով, այսօր մարդիկ, այդքան մարդ դուրս աշխատում է, գումարներ է ուղարկում, տարեկան ամսական Ռուսաստանից 160 միլիոն դոլար գումար է գալիս, տարեկան 3 միլիարդ գալիս է, ասենք թե ծիրանից, խաղողից, ձգից, որ ասենք թե ծաղիկից, ուղարկում են Ռուսաստան շրջակոնյակից, հիմա եթե շուկաները փակվել են, այսօր հայտարարում են, որ մենք այդ փողերը տալու ենք, այդ տալուց եկեք հլը թափածը մի հատ հաշվեք, թափում են մարդիկ օրեկան, մարդիկ վարկ են վերցել, բան են ձեռնարկել, հույսով հավատով, ամիսը բրծել, այսօր աշխատավարձ պտի տա, այսօր հարկ պտի տա, այսօր բանկին տոկոս պտի տա, որ այդ սաղ ավիրվեց, մենք այլ ընտրանք ունենք նոր շուկաներ, ժողովուրդ ջան, 10 տարի չեն կարա շուկա բացեն Եվրոպայի հետ, այսօր Թուրքիան չի կարում բացի քանի տարի, այդ ոնց եք Եվրոպայի շուկա բացելու, այդ ժողովուրդը սննկանալու է, քանդվելու է, չորանալու է, չի լինելու, այլ հակառակը պետք է հարաբերությունները պահեն, այսօր տնտեսությունը չի լինում կամ իշխանամետ կամ ընդդիմադիր, տնտեսությունը չի լինում արևմտյան կամ ռուսական, այդ տնտեսությունը հիմնական կամ աշխատում է, կամ զարգանում է, կամ ծաղկում է, կամ քանդվում է, այսօր քանդման եզրին կանգնած ենք ու ասելու մի բանի փողնել եմ տալու, ծաղկի փողնել եմ տալու, դե տվեք, եկեք արձանագրեք ով է տվողը, ինչքան են թափում, սուտ ասելով երկար ճանապարհ չկա ժողովուրդ ջան, այն ժամանակ էլ էին ասում, մենք եկել ենք Արցախը պահելու նոր բանակցություններ, Արցախը Հայաստանա ու վերջ, մենք չենք եկել հող տալու համար, ու գնաց Չեխիա հայտարարեց, որ Արցախը դա Ադրբեջանա ու վերջ, այսօր էլ նույնը, այս ընտրությունները լինելու է և եթե իրենք հաղթեցին, մի 6 ամիս հետո ասելու է, որ ասենք թե այսօր Սևան Ադրբեջանցին ասում է, դա Գյոնչան է և Երևանը Էրիվան է, նրանք այսօր ամսի 18-ին, հունիսի 18-ից 19-ը կայանում է ֆորում, Ադրբեջանը իր տարածքները դայնելու արևմտյան Ադրբեջան ստեղծելու համար, ես փաստացի եմ ասում, կարան հակառակ ասեն տես բան չկա, ու մեկ էլ, որ ասում են մենք խաղաղություն ենք բերել, ժողովուրդ ջան, բերել են թողել ցուղթը, մի հատ ցույց տան հեռուստացով, որ ստորագրած է խաղաղություն, որ այն պատերազմ չի լինելու, զարգանալու է, չկա այդպիսի թուղթ, կա բանավոր պայմանավորություն, որ այդ պայմանավորությունները մեն անընդհատ պահանջներ, որ պետք է կատարենք, պետք է ժողովուրդն էլ գա մնա, պետք է ես լինի, պետք է էլ լինի, անգլանները պետք է տան և ոչ մի զարգացում չի կարա լինի, ես ինչ որ ասում եմ, ածած համար պատասխանատու եմ, մեր ծրագիրը, իմ ծրագիրը, ժողովրդի մեջի ծրագիրն է, որ շփվելով հատ-հատ լսելով, թոշակառուին ժողովուրդ ջան, վերջ օրը բերել են
մի ամիս առաջ 10,000 դրամ բարձրացրել են։ Լավ է կարել թոշակառուի ցավը տանեմ ես, լավ է կարել։ Բա որ թոշակառուի նվազագույն ծախսը մի մարդու 78,000-ը, դու 10,000 ավելացնելով, մարդուն դառավ 49,000, ո՞նց է ապրելու։ Թողասի ո՞նց։ 10,000 ավելանալով նվազագույնը 78,000, ամեն ինչը թանկացել է։ Ավելի թանկ, մեր ծրագրում մինչև 100,000 ու դրանից հետո ավելանալու է։ Այսինքն ոչ թե գումարը դրանց Ժողովուրդ ջան, իմ ասածը, որ պետք է կարողանան կազմակերպեն կապ ունենան, տնտեսություն զարգացնեն, խոշոր ծրագրեր իրականացնեն, որ երկիր փող մտնի ժողովուրդ, որ կարողանան տնտեսությունից բյուջեին գումար լինի, 1% տնտեսական աճը 25 միլիարդ է, որ պետք է 10-12% տնտեսական աճ լինի, որ այդ գումարներն օգտագործեն թոշակ բարձրացնելու, ուսանողի համար, ոնց է թոշակառուի համար, բոլորի համար, սա պետք է կազմակերպի։ Ես անպագորգոր բաներ չեմ ասում, ես որպես հայ մարդ, այս երկու մեծացած, իմ երկրով, իմ ժողովրդով հպարտացող մարդ եմ, պետական պաշտոնի չեմ եղել։ Ես վերցնելով սպորտը, բոլորդ գիտեք, որ ոչ մի մեդալ չկար։ Գումար եմ դրել, զարգացել եմ, ծաղկացել եմ, դպրոցել եմ սարքել, մարդկանց գումարն թոշակներ եմ նշանակել անձնական գումարներից։ Օլիմպիական չեմպիոնին $1 միլիոն նվեր եմ տվել, տարեկան 2-300 մեքենա եմ նվիրել, բայց նորից եմ ասում, այդ բոլոր անելով իմ երկիրը սիրելով եմ արել։ Այսօր արդեն մենք տարեկան 1000 մեդալ ունենք, 1000, որից 150-ը ոսկի է, իմ երկին ավելի մեծ ճանաչում տալու, իմ ազգին հաղթանակ պարգևելու համար։ Այսօր այդ բոլորը, որ ես ասում եմ, մտածելով Քրիստոսի արձանը, դա ոչ թե միանգամից, այլ Աստծո կամոք, որ մենք առաջի աշխարհի քրիստոնյաներն ենք, պետք է քայլ կատարենք, որ մարդիկ հպարտանալու, ասելու բան ունենան, որ մեր ժողովուրդը որպես ազգային վերածննդի ներքին հաշտության համերաշխության խորհրդանիշ եւ Աստծո կամոք հադիսի գլխին դա կառուցվում է։ Այսօր ամբողջ աշխարհը դրա մասին խոսում է, ժողովուրդ։ Օվկիանոսից օվկիանոս խոսում են, ուզում են գան, տեսնեն այդ հզորությունը, այդ գեղեցկությունը, ու դա մերն է, աշխարհում առաջի քրիստոնեազգը պետական, այդ մենք ենք, որ սաղ աշխարհը պետք է իմանա։ Ու այսօր դուք պատկերացրեք, որ եթե 20 միլիոն տուրիստ եկավ, այդքան հյուրանոց չկա, պետք է սեփական տները մնան։ 20 միլիոն մարդ է գալուց, եթե ամեն մի տուրիստ 10 օրը որ գնում է, պետք է գոնե $5,000 գրպանը փող լինի։ 5,000-ի դեպքում դա անում է ասենք թե այսօր $100 միլիարդ գումար։ Այդ մնալա իմ երկրում, բոլորն էլ փողի տեր են լինելու, յուղացինել, քաղաքացինել, աշխատողներ, ներդրում է լինելու, զարգանալու է, ծաղկելու է։ Եվ նմանատիպ պետք է երկու ծրագիր իրականացնենք կյանքի կոչեն խոշոր։ Միայն գործարան կառուցելով չի, Ծառուկանը, որ այսօր 50 գործարան կառուցի, 5,000 մարդ աշխատելու, բայց մերը, ասենք 3 միլիոն բնակչություն, խոշոր ծրագրերից բոլոր օգտվել են ժողովուրդ։ Իմ նպատակն է, իմ ցանկությունն է, իմ ծրագիրն է, կազմածն է, ունեմ լավ թիմ, ունեմ ցանկություն, ունեմ կապեր, ձեր չափը տանեմ, ես բոլոր տեղերը տալով, ջերմությունը զգալով, վստահություն ու հավատքը անելու եմ 100% մի բան էլ ավել եմ անելու, միայն պետք է հնարավորություն, որ անմիջապես ես ասեմ, Ռուսաստանի հետ հարցնել մի օրվա հարց է, նրանց ասածը եթե նայում եք, ասում են հայերը մեր բարեկամներն են, մենք 100 տարի մեր ընկերներն են, մեր հարազատներն են, մենք չենք ուզում, բայց ղեկավարությունը ուրիշ ճանապարհաբրն է, չգիտեմ ինչի, որ ասեն թե այս վիճակը հասնի, նա ընկերի ձգելով ժողովրդի հետ հարց չկա, իսկ այդ հարցը մի օրվա հարց է, որ զարգացնենք, ծաղկացնենք, վստահություն, ջերմ շփվել, առուվաճառ, ներդրումներ, զարգացում ամեն ինչը։ Ես ես նորից եմ ուզում ասել ժողովուրդ ջան, կորոշեք պարզա, խիստ է, այսպես բան երբեք չի եղել, իսկ 36 թվին չի եղել, մարդիկ խոսան բռնեն, իրար հետ եսիմ ինչ վախացնեն, վախի մթնոլորտ, գործից հանեն, կամ ասեն թե չգիտեմ հակ գրեն, դա համար ես չեմ ասում, որ մարդիկ հայտարարեն, այլ ընդրության օրը գնացեք, ում հավատում եք,
ով առաջ գործ ունի, ով վստահում եք, ձայնել անել տվեք։ Դուք եք Դուք եք գնում ընտրության, դուք եք գնելու։ Ձեր ցավը տանեմ, կընտրեք էլ շնորհակալ եմ, չընտրեք էլ շնորհակալ եմ։ Կարևորը իմացեք մի բան, որ ձեզից է կախված։ Ձեր վաղվա ապագան, ձեր երեխաների վաղվա ապագան, ձեր ցավը տանեմ։ Եթե հարցեր ունեք, կարևորը ձեզ մի բան ասեմ։ Շնորհակալ եմ։ Ես այն մարդն եմ, որ ցանկանում եմ հաշտություն, համերաշխություն, բարեություն, կամեցողություն, ոչ թե բռնել, ցավացնել, չգիտեմ ասեն թե ոնց խլել, պատժել, նստեցնել։ Եթե այսօր ասեն թե ոչ թե իրանց պես ստուգում են մարդիկ մարդկանց մոտ չեն թողում գա, բոլորը ներկայությամբ ասում են, կան ստեղ ասեն թե օրգաններից, կան ՔՊ-ից, ես էլ դիմելով ՔՊ եղբայր, ՔՊ քույրիկ, հարց ունեք ասելու, տվեք, կարակ քննադատեք, տեղի լինի կընդունեմ, տեղի չլինի կպատասխանեմ, պատրաստ եմ ձեր հարցերին պատասխանելու, եթե կա մարդ ուզում է հարց տա, Ծառուկյանը հարցերից չի խոսափում, Ծառուկյանը երկու խաղ չի խաղում, Ծառուկյանը ռեալ իրական հայ, մարդ, ժողովրդի կողքին կանգնած, իր երկրի կողքին կանգնած մարդը, որ ուզում է լավ լինի, իր ժողովրդի դեմքին ժպիտ լինի, կարողանանք զարգացնենք, ծաղկացնենք, անհնարին ոչինչ չկա, հարկավոր է փորձ ունենանք, կազմակերպել, զարգացնել։ Այո, ասա լսում Ատեղից ասա լսում, ասա ես հարցը լսեմ պատասխանեմ, ասենք ես ունեմ մի հատ 3 միլիոն վար, մի հատ 2 ձեր ընտրվելու դեպքում էդի մարվում է Եթե մենակ քո անունով է 5 միլիոնը ոչ Չէ, տեսնեք կնոջս անունով է Դու հայերեն չես հասկանում երբեք Հա, ոչ Ես ասում եմ, որ այսօր ունենք 650,000 ընտանի եւ ունենք 2 միլիոն 450,000 վարկառու Տնից կա 2, 3, 4 վարկառու Դա վերաբերվում է շնչին Եթե 4 հոգի լինի, 5 հոգի, 5-ն էլ մինչև 3 միլիոն դրամ, ներում աշնոր, ես իմ գրպանից չեմ տալիս, եթե այսօր պետության պարտքը 15 միլիարդ է ժողովուրդ, 15 միլիարդ, 8 միլիարդը ուտակվել է Փաշինյանի օրով, որը քարին չեն դրել, ասում են դպրոցներ են կառուցել, ամբողջ 8 տարում կառուցել են 59 դպրոց, որից 26-ը կառուցած է եղել, իսկ այս տարի 230 դպրոց փակվում է, գյուղերը լրիվ դատարկվել է, այսօր գյուղնախարարություն չկա, գյուղացին չգիտի ում դիմի, դատարկվել է, 230 դպրոց դատարկվել ինչ անշան, որ բնակություն չկա, թողել են եկել են, դատարկվել է, խոսում են դպրոցներ են կառուցել, ինչ որ պետք է, նա պետք է կառուցեն, որ դպրոցները ոչ թե դատարկվի, հարցը ասում եմ, թող ասեն Ծառուկյանը ճիշտ չի ասում, 230 դպրոց, վարկի մասով ձեզ ասեցի, որ ամեն շունչը ընտանիքում կա 4 հոգի, 4-ն էլ մինչև 3 միլիոն դրամ ներում աշնորհվելու, այսօր այդ մարդիկ չեն ապրում, գոյատևում են, նրանք միայն վարկ են փակում, այլ պետությունը վերցնելով իր վրա, դա ներում աշնորհում, թող 15 միլիարդի դերը, դառնա 16 միլիարդ 100 միլիոն, ժողովուրդը բան չի գործնում, պետությունը բան չի գործում, 2 միլիոն 200,000 մարդու կյանք աշնորհում, ճայճից հանում է, հնարավորություն է տալիս իր աշխատած փողը օգտագործի իր ընտանիքի վրա, իր երեխայի վրա։ Ուրիշ հարցեր ունեք։ Ասա։ Բապ չունի ու մորոք, այդու ցավը տանեն, վարկը վարկը։ Փաշինյանի Եղբայր, ես իմ ասած ասում եմ Սաղ մասիցը կլացին են ծախապեինց Ով ինչի համար Են ծախապեինց Փաշինյանը, որ պատմեն սաղ մասիցը Դե չի պատմեն, ժողով ջան Ամեն մարդ իր արածի համար է պատաս Որպես Ծառուկյան գայք եմ ասում Հնարավորության դեպքում նույն առաջին նիստի օրը Ինչ որ ասեցի Որոշումը ընդունվելու է Հաստատվելու է Մարդիկ ճայճից դուրս են գալու
թոշակները նվազագույն է 78,000-ը, ասես 49-ը, 30,000-ը ավելանալու է։ Դրանից հետո տարեկան 10,000-ով, 5,000-ով ավելանալու է։ Ինչ ասել եմ, իմ ասածին տերն եմ, տվեք, պանջեք, չեք տա, ձեր ցավն էլ տանեմ, ձեզ առողջություն, Աստված ձեր բոլորին տա։ Հասա, Եղբայրյան, հասա։ Պարոն Ծառուկյան, մի հատ առաջարկ ունեմ։ Հասա, Եղբայրյան։ Ուրեմն սենց էլի ստեղ ես Ղարաբաղից եմ, բայց դա կապ չունի, ես ստեղ ինչքան բնակչության հետ շփվում եմ, սա սահմանամերձ տարածքներից է, որ աշխատանք չկա։ Իմ առաջարկն է, որ մի հատ բան առաջարկությունով խորհրդարանում ներկայանաք, սահմանամերձ շրջանների հարկերը այն աշճան իջեցվի, որ ձեր տա աշխատատեղեր դրվի, որ մարդիկ իրաց տարածքներում աշխատանք ունենան, ոչ թե գան Երևանամերձ կամ Երևանում աշխատելու ու դատարկում մեր սահմանամերձ շրջանները։ Ուրեմն դրա համար դու մեր ծրագիրը կարդա, որ ես ասեն ծրագրում գրած է, այսօր սահմանամերձ գոտում ույք հարկը պետք է անվի, շինարարության համար, եթե մարդ ուզում է տղայի մարդ տուն կառուցի, հələ պետք է մի 2 միլիոն էլ տրամադրեն, որ սահմանները չդադարվի։ Գյուղացին սահմանամերձ գոտում բարիք ստեղծողը, սահման պահողը, ոչ թե 1 միլիոն դրամ պահանջում են տուր, որ նոր տղուտ համար տուն կառուցի, մարդիկ պետք է աշխատած լինեն, փորձ կունենան, հասկանան, դադարված է չի վերականգնվի, այլ հակառակը պետք է դոտացիա տան, հնարավորություն տան, որ գոնե մարդիկ սահմանի վերանը բնալով որոշ արտոնություն առավելություն ունենան։ Թե չէ կան Երևան կմնան, արտոնություն չկա, հնարավորություն չկա, վախի պետք է մնան սահմանամերձ գոտում։ Այդ բոլորը մշակածը ամեն մենք ունենք լավ թիմ, լավ մասնագետներ, ունենք ցանկություն, ժողովուրդ, եթե մարդը, անհատ մարդը, կարա միլիարդատեր դառնա, ամբողջ մի պետություն, իր հնարավորությամբ, իր ժողովրդով, եթե տեղին աշխատես, ինչ է միլիարդ ստեղծելը, կազմակերպես, զարգացնես, ես ես մի հասարակ բան ասեցի, Ծառուկյանը ծրագիր է կազմել, որ ես երկիր 100 միլիարդ փող կգա տարեկան, Էթո Ծառուկյանինը չի, բոլորինն է, տաքսիստին էլ է, գյուղացուն էլ է, քաղաքացուն էլ է, աշխատողին էլ է, ծառայողին էլ է, ձեր ծավալ, որ նմանատիպ երկու հատ էլ անենք, 200 միլիարդ, 250 միլիարդ, երկիրն էլ է ծաղկելու, այնպես որ սպասեք լավ փոփոխությունների, այսքան մի բան կարող է, շնորհակալություն, շնորհակալություն։